Կառավարության նոր կազմում էական փոփոխություններ չեն լինի, Նիկոլ Փաշինյանն անուններ չի հստակեցնում, բայց արդեն որոշել է, ով կշարունակի զբաղեցնել պաշտոնը եւ ով կլքի կաբինետը։ Վարչապետն ի պատասխան լրագրողի հարցի նաեւ հայտարարում է, թե բացառում է այն հնարավորությունը, որ ձևավորվող գործադիրում լինեն ընդդիմադիր ճամբարներից։ Քննարկում չկա, որովհետեւ ինչպես եւ ասել եմ, քաղաքական իրադրությունը ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ կարող է ձևավորել կառավարություն եւ կձևավորի կառավարություն։ Թեպետ մինչև այս պահն էլ Կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված չեն, բայց դրանք առավել եւս ամբողջական չէին հունիսի 8-ի լուսադեմին, երբ Փաշինյանը տեղամասերի միայն 10%-ի արդյունքներով հայտարարեց քաղաքացիական պայմանագրի բացարձակ հաղթանակի մասին։ Վարչապետը պարզաբանում է, սովորական պրակտիկա է, հենվել է սոցհարցումների տվյալների վրա։ Կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի էլի ունենք, որպեսզի հաղթենք։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթել է, հայտարարում է Փաշինյանը, բայց այս հաղթանակով, ավելի ճիշտ քվեների այն քանակով, որն իշխանության ղեկը դարձյալ իր ձեռքն առնող ուժը ստացել է, նախնական հաշվարկներով նոր խորհրդարանում չի ձևավորի սահմանադրական, առավել եւս որակյալ մեծամասնություն, հետեւապես առանց ընդդիմության աջակցության չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքների հետ գործ ունենալ կամ սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնել, ինչը հիշեցնեմ Բաքվի գլխավոր նախապայմանն է հայ-ադրբեջանական խաղաղության նախապայմանագիրը վերջնական դարձնելու համար։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւությունների։ Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե քաղաքացիական պայմանագիրը գործարք է առաջարկել ընդդիմադիրներին։ Փաշինյանը հերքում է, առաջարկում կոնկրետ հարցի պատասխանել։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով-ում։ Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իր առաջնորդած ուժը նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության մանդատ չստանա, ապա առաջիկա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի Հայաստանի դեմ։ Հիմա փաստացի այդ մանդատը ՔՊ-ն չի ստանում, բայց վարչապետն ասում է պատերազմ չի լինելու։ Խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, հապկից դժգոհում են, որ Հայաստանը չի վճարում անդամավճարները, միտումը շարունակվի, ռազմաքաղաքական դաշինքը կառույցից մեր երկրի հեռացման հարցը կարող է դնել։ ԵԱՏՄ-ից էլ շտապեցնում են, պնդելով, որ հրատապ պատասխան է պետք տալ, տնտեսական միությունում մնում ենք, թե ոչ։ Երկրորդի առնչությամբ Փաշինյանն արդեն իսկ արած հայտարարություններին հավելելու ոչինչ չունի, ասում է, իսկ հապկի հետ կապված մեկնաբանություն չի կարող անել։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն։ Հայաստան ներմուծվող գազի հնարավոր թանկացման հետ կապված էլ Փաշինյանը պնդում է կա պայմանագիր։ Դժվար է պատկերացնում, թե Ռուսաստանն ինչպես է հրաժարվելու իր փաստաթղթային պարտավորություններից, բայց իրենք բոլոր սցենարներն էլ դիտարկում են, փնտրում դրանց լուծումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։